Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Պարզ է դառնում, որ հեռուստասերիալում նոր իրադարձություններ ու նոր շրջադարձեր են սպասվում, ինչպես երևում է, Էլկան ու Սառան թշնամանալու են, քանի որ Էլկան հասկանում է, որ Սառան տեղեկատվություն է տալիս Գոռին, սակայն այս դեպքում այդ ամենն այդպես չէ։ Սառան ընդամենը իմանալով, որ Գոռը Հայաստանում է և Երևանում ու չի գալիս, չի խոսում, բնականաբար գնացել էր պարզելու, թե ինչն է պատճառը, որ անհայտացել է։ Իսկ Էլկան լրիվ ուրիշ տեղեկատվությամբ հայտնվեց Գոռի տան մոտ ու տեսավ Սառային այնտեղ։ Նախորդ սերիալներում Ռեբեկան ու Սառան էին թշնամացած, իսկ այսուհետ Էլկան ու Սառան են թշնամանալու։ Երբ է պարզվելու ողջ ճշմարտությունը շատ շուտով։ Նշենք, որ Սառան ու Գոռը նորից միասին են լինելու ու հաշտվելու են, և այդ ամենը ընդամենը մի քանի սերիայից։ Ռեբեկայի համար այս իրավիճակը շատ ծանր է, քանի որ նա գիտակցում է, որ չի կարող խոսել, մի կողմում ընտանիքի անդամներն են, մի կողմում հայրը։ Եթե որևէ մեկի անունը տա, ապա հայրը կհայտնվի բանտում, իսկ դա նա անել չի ուզում, քանի որ ինչպես էլ չլինի, նա իր հայրն է և նա չի ցանկանում, որպեսզի իր ձեռքով հայրը ստանա իր արժանի պատիժը։ Նա նամակ է գրում, որի միջոցով պատմում է ողջ ճշմարտությունը։ Արմանը բանտում է, չնայած շատ շուտով բացահայտվելու է ողջ ճշմարտությունը։ Դիանան մի քանի սերիա է, ինչ չի երևում հեռուստասերիալում, ու հեռուստադիտողները կարծում են, որ Դիանան նոր ծրագրեր ու պլաներ է մշակում, որպեսզի կերպարների կյանքն էլ ավելի դժվարացնի։ Սարոյանը հայտնվել է ծանր իրավիճակում, մինչ այդ նա վստահում էր Արմանին բոլորից շատ, սակայն վերջին տեղեկություններից հետո նա փորձում է իրավիճակը հասկանալ։ Արմանը մեղք չունի, բայց Արմանը թաքցրել է ճշմարտությունը, արդյոք կների Արմանին թաքցրած ճշմարտության համար։ Գարիկն էլ որդու համար պատրաստ է ամեն ինչի։ Նա Սառային ու Էլկային հանում է իրար դեմ, որպեսզի Արմանին դուրս բերի բանտից, նշելով, որ Սառան ողջ տեղեկատվությունը փոխանցում է Գոռին ու թշնամացնելու է քույրերին։ Հավանաբար ինչ-որ մեկը կփորձի պարզել ճշմարտությունը և Էլկան չի թշնամանա։ Դա ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները հեռուստասերիալի հետ կապված և ոչ միայն։ Շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ը, սիրելի աղջիկներ, սիրելի մամաներ, տատիկներ, բոլորին շնորհավորանքներս։ Ուզում եմ, որ առողջ լինեք և միշտ այդպես գեղեցիկ ոնց որ կաք։ Շնորհավորում ենք կանանց տոների առթիվ։ Ցանկանում ենք, որ ձեր աչքերը միշտ փայլեն ուրախությունից։ Յուրաքանչյուր կնոջը մաղթում եմ ներքին խաղաղություն։ Եղեք առողջ, երջանիկ Եվ ամենակարևորը սիրված։ Եվ գնահատված։ Այո։ Սիրելի աղջիկներ, կանայք, սրտան շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ, որ միշտ լինեք առողջ, սիրուն և ամենակարևորը երջանիկ։ Բարի օր։ Այգում իմ տեսարաններն ավարտվել է ու ես միացել եմ Միլենայի խրախճանքին։ Օգտակարը և հաճելին։ Համատեղում ենք։ Շնորհավորում եմ անբացատրելի ուժի տեր մարդկանց իգական սեռի ներկայացուցիչների տոնը։ Ուզում եմ, որ շատ սիրեք ու գնահատեք ինքներդ ձեզ։ Ուզում եմ, որ սերը երբեք չլքի ձեր սիրտը։ Ուզում եմ, որ նույնիսկ
ցավը կարողանաք դարձնել առաջ մղվելու եւ պայքարելու ազդակ։ Ուզում եմ, որ առաջին հերթին գունավորեք հենց ձեր կյանքը, հետո մյուսների։ Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել մեր կին հեռուստադիտողին։ Շնորհակալ եմ, որ մեզ դիտում եք։ Ձեր կարծիքներով մեզ հետ կիսվում եք։ Լավ եղեք, առողջ եղեք։ Սիրում եմ ձեզ շատ։ Իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Երբ մի քիչ շուտ ես քնելուց շորերը հագել, բայց դեռ քույրիկդ հեռախոսազանգ ունի, ու պիտի սպասել։ Ասենք նենց ենք ժպտում, իբր նորմալ է, էլի։ Ինչ որ բան այն չէ, այո։ Եկեք ես հովին կանգնել։ Ու ես բոթասներով ինչ իմանայի, որ ձյուն կգա։ Ոնց ապոկներով կմնայի։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի, խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ, այ